Շատերը կարծում են, որ այս մեթոդներով Նիկոլ Փաշինյանը փորձում է լրացնել եւ ճնշել այն անձանց, ովքեր կփորձեն որևէ շարժում սկսել, որևէ ձևով քաղաքական process-ներ գեներացնել, այդ թվում նաեւ Սամվել Կարապետյանի այդ հայտարարության մեջ է տեսել նման բան։ Հիմա քաղաքական գործընթաց փողոցային պայքար սկսելու ճիշտ ժամանակն է, թե ոչ, նաեւ հաշվի առնելով, որ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին։ Նայեք, ձեր առաջին հարցումին բնականաբար պատասխանել եմ, Սամվել Կարապետյանի, պարոն Կարապետյանի մասով էլ ասեմ, կարծեմ հենվել էին վերջին արտահայտության, որ մենք մեր ձևերով կանենք, չէ, եւ դա համարել են, ոչ թե համարել են, այլ թիրախավորել են որպես ինչ, իշխանապողության Հիմա ասենք մարդը աղոթքով է անում դա, սիրով եւ քրիստոնեաբար է անում դա, ինչ կապ ունի, այդտեղ ուր է որևէ կոչ, այդ բաժինը անցնի։ Երկրորդ հարցումը շատ կարևոր էր ձեր, ինչու, որովհետեւ այս մեծ ցնցումների մեջ, Իրանի եւ Իսրայելի այս պատերազմի մեջ, այն առաջին օրվանից մենք որոշակիորեն հետքայլ էին կարել ավելի ճիշտ, որ այս ժամանակահատվածում եւ այո, խորհրդով, տարբեր անձանցով խորհրդակցել ենք, քննարկել ենք, որ այս ժամանակահատվածը չիմանալով անդերս, որ որքան կտևի դա, սպառնալիքը մեր պետությանը, որոշակի ուղերձներ կան տարբեր տեղերից եկող, տեղեկություններ կան, վերլուծություններ կան, այդ բոլորը հաշվի առնելով մենք ուղղակիորեն ինչ որ իմաստով մի քայլ ետ ենք դրել նահանջ ունենալով ասելով որ այս ժամանակահատվածը բնականաբար պետության անվտանգության խնդիրն է ամենաառաջինը եւ այո ոչ ոք իրավունք չունի որևէ այլ կերպով հանկարծ այս փխրուն իրավիճակի խաթարման պատճառ դառնալ բայց այսօր երեք այս մարդիկ ուղղակի այդ քայլը արեցին, ասելով որ դա ոչ մի նշանակություն չունի պետության համար, արձանագրել են, այդ փաստն են արձանագրել, հետևաբար բոլոր տեսակի գործողություններ, փողոցային պայքար, ես կոչում եմ հրապարակային, տարբեր այլ գործողություններ, որոնք միտված կլինեն այս չարիքի իշխանության հեռացմանը, ամբողջ պատասխանատվությունը դրանից հետո եկող մնալու է իրենց վրա, որովհետև քայլը իրենք են արել։ Պատկերացրեցիք ինչ եմ ասում, չէ՞։ Քայլը իրենք են արել։ Իրենք են տվել այդ, այսպես ասած, փաստարկումը, որով յուրաքանչյուր մարդու անհատի կազմակերպության շարժման իրավունք են տվել ուղղակիորեն շարունակել այնպես, ինչպես իրենք պատկերացնում են։ Մի բան, ճանաչելով վեհապար հորը, ինչ եք կարծում, հնարավոր կլինի հասնել նրան, որ վեհապար հայրը մի օր առավոտյան զարթնի, ասի, որ հանուն համազգային համերաշխության ես թողնում եմ այս կոչումը։ Ոչ մեկ ոչ կարող է ճնշել, ոչ կարող է ստիպել, ոչ կարող է որևէ բան անել։ Ես էլ երկրորդ հարցը հիպոթետիկ համարենք։ Ես էլ ճանաչելով ավարտում Վեհապար հայրապետը պատրաստ է ամեն ինչի ընդհանուր մինչև նահատակության, եթե այդ նահատակությունը միտված է մեր, ինչպես դուք ասացիք, համազգային խնդիրների լուծման, պետության անվտանգության, եկեղեցու պայծառության եւ ինչ որ պահանջված է։ Այդ խնդիրներից ելնելով ձեր թվարկածի մի օր որոշի ասի լավ, որպեսզի չխաթարվի համերաշխությունը։ Վեհապարը չի խաթարող։ Վեհապարը չի համերաշխությունը խաթարող, կամ վեհապարից չի կախված համերաշխություն խաթարող։ Կգտնվի այնպիսի եպիսկոպոս, որը օրինակ կողսվի առիթից եւ կցանկանա նրա տեղը։ Ես այդ հարցին պատասխանեցի քիչ առաջ, ասելով, որ ես վստահում եմ իմ բոլոր հոգևոր եղբայրներին։ Ավել բան չեմ կարող ասել։ Մտակի թեմի առաջնորդի մասով ինչ կասեք։ Իմ բոլոր հոգևոր եղբայրներին ես վստահում եմ։
Վայ ջան, ասում եմ բոլոր, չեմ ասում բոլոր։ Սպասան ձեր կարծիքով Ասում եմ գրեթե բոլոր, չէ, ասում եմ բոլոր։ Գրեթե ենք հասկանում։ Բոլոր։ Ձեր կարծիքով եկեղեցում կան այնպիսի բարքեր, որոնք պետք է արմատախիլ անել։ Այ եկեղեցին իր ապրած ժամանակով կենթանի ապրող օրգանիզմ 2000 տարվա մոտավորապես ճանապարհ անցած, բեռ վերցրած, այդ բոլոր ճամփեքով անցած, ամեն խնդիր էլ կարող է լինել եկեղեցու մեջ։ Ամեն խնդիր։ Եկեղեցին ինքը վերատեսության է ենթարկում ժամանակ առ ժամանակ։ Տարբեր շրջանում բարեփոխման տարբեր ծրագրեր են եղել, գաղափարներ են եղել, առաջարկություններ են եղել։ Եկեղեցին իր ընթացքով որոշները մերժել է, որոշները ընդունել է։ Հազարը մի բան է փոփոխվել։ Եկեղեցին քարացած մարմին չի, որ ասեն, սա այսպես է վերջ։ Կենթանի ապրող օրգանիզմը մեր մարդ լինելով, մեր մարմնի մեջ բակտերիաներ, վիրուսներ, ինչեր ասես կան, չէ՞։ Պարզ բժշկական իմաստով էլ նայած։ Բայց ապրող օրգանիզմը այդպես է, մեռած օրգանիզմն է, որ որևէ խնդիր չունի։ Սա պետք է մեր մտքում լինի եւ եկեղեցին բարեփոխումների իր ճանապարհից երբեք չի շեղվել, անընդհատ դրա մեջ է գտնվել։ 20-րդ դարի վերջին շրջանները նույնն է եղել։ 21-րդ դարի սկզբին էլ է եղել նույնը։ Եվ այսպես շարունակ։ Եթե բարձրաստիճան հոգևորականները, սրբազանները, arczepiskoposներն ու եպիսկոպոսները կարողանային ամուսնանալ, ապա այսօր կթիրախավորվեին։ Այդ եկեղեցու էլի ասում, բարեփոխման խնդիրն է։ Ամուսնանան, չամուսնանան, էլի թիրախավորվում են ու եւ այլն։ Ինչ կապ ունի դա, բայց պետք է փոխել այնպեսի, նայեք, ոմանք կարող են ասել բարեփոխվել, ոմանք ոչ, եկեղեցին ընդհանրական միտքով է որոշում, որն է իր առաքելության համար ամենակարևորը ու ամենանպաստավորը ու ամենաառաջնայինը։ Խնդիրները այդպես են լուծում։ Այդ խնդիրները մեկ օրից մյուս օր չեն լուծվում։ Դրանք ժամանակներ են պահանջում։ Կարծում եք, որ մեր հայրապետները, մեր նախնիները իմաստություն չեն ունեցել այդքան։ Չեն կներեք։ Նայեք, այդ կանոնագրքի մասին էլ որ ասում է, էլի բերեցեք այդ դրա վրա։ Փոփոխություն, արմատական փոփոխություն երբ է տեղի։ Այդ կանոնագիրքը որ ասում է, նա կանոնագրքից կապ չունի։ Նախ IG հայերենում գոյություն չունի։ Պարզը IG, երբ որ ասում է գլուխ IG գոյություն չունի հայերեն։ Այդ տեսակ արտահայտվի։ տապր գյուղել գոյություն չուներ։ Դրանք այո, դա 23 պետք է ասի, ասում է IG, դե անգրագիտությունը տեղից է սկսվում, որ կրթվել են այդ հին է եղել կանոնագիրքը, նոր չի եղել, նորաձև չի եղել, դրա համար մնացել է դրա մեջ, այդ չի խնդիրը։ Ես ինչ եմ ուզում ասել, այդ նույն կանոնագիրքը, այո, նախ շատ կարևոր բան է ասում, խափող, մանիպուլացնող, հայ եկեղեցին անկախ Հայաստան գրանցված չի այդ կանոնագրքով, հայ եկեղեցու գրանցումը տեղի ունեցել կանոնադրությամբ, որը 1991 թվականին Վազգեն Վեհապարի օրոք մշակվել, ներկայացվել եւ այդպես է գրանցվել կանոնադրությամբ, հայ եկեղեցու ներքին կանոնադրությամբ, ոչ թե այդ կանոնագրքով։ Այդ կանոնագրքով հայ եկեղեցին չէր էլ կարող գրանցվել, որովհետեւ այդ կանոնագիրքը ներքին կյանքի, որոշ ժամանակներ ներքին կյանքի, օրինակ Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որ այդ նույն կանոնագրքի հետ փաթեթի մեջ կարող է լինել եւ Մխիթար Գոշի դատաստանագիրքը խոսում է արդեն պետության տեսիլքի մասին, կառավարման մասին եւ այլն, արդարության մասին։ Այսինքն այդ բոլոր կանոնագրքերը կամ կանոնները, որոնք սահմանված են, որոշները տեղական են, որոշները տիեզերական են, որոշները զուտ ուրիշ տեղում ընդհանրապես են, որոնք հայ եկեղեցին վերցնում։ Այս դրա կանոնագիտական դասընթացներ չեմ անելու այս բանը։ Ուղղակի դու փոփոխություն, վերջին անգամ Հետևյալն եմ ասում, այդ կանոնագիրքը փոփոխությունների խնդիր չունի, ինքը անընդհատ փոփոխվող այդքան ժողովներ, որ եղել են, հենց այդ փոփոխությունների մասին են։ Վերջին անգամ, եթե հիշողությունս չի դավաճանում, 1976-ին, եթե 70-ականներին ասեմ, որ ապահով լինի։ Այդ ժամանակը խոսվել Վազգեն Վեհապարի օրոք,
բարեփոխումների ծրագիրն է բերել, դրանից առաջ դարասկզբին է խոսվել, վերջինը օրինակ սրբադասման մեր խնդրով Գարեգին երկրորդ վեհապար, Արամ առաջին կաթողիկոս, մեր այո ցեղասպանության սրբադասման մկրտության կարգի նոր, այսինքն սրանք ընթացքներ են, որոնք ժամանակի մեջ տեղի են ունենում։ Մեծ ժողով որպես այդպիսին տեղի չի ունեցել պարզ նաև այն պատճառով, որ մեր երկիրը այս ամբողջ ժամանակահատվածում անկախության, վերանկախության շրջանը, վայջն ամփերի, վերանկախության շրջանին մենք որոշակի ժամանակահատված այդպես չենք ունեցել նստելու խորքային իմաստով այդ ամենը կատարելու։ Եկեղեցին այդ ժամանակը չի ունեցել, չի անդրադարձել, խնդիրներին միշտ է անդրադարձել, բայց որպես հավաքական միավոր ամբողջական, որի մեջ ներգրաված են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Պոլսո պատրիարքությունը եւ այսպես ամբողջական համահավաք այդ ամբողջ ծրագրին հնարավորությունը չի ունեցել։ Գործընկերս երևի նկատում են հետեւյալը, ես ճիշտ հասկացա, որ ասեմ, որ գուցե այդ կուսակրոնության ուխտի այդ պատնեշը հանեք, փոխեք։ Թող մարդիկ ամուսնանան Եկեղեցին ինչպես կորոշի ոչ մեկին պարտադիր։ Որ եթե կան կուսակրոնության ուխտը խախտածներ, ես ոնց չեմ բռնել, չգիտեմ, գուցե ոմանք մոմեն բռնել, որ այդպես վստահ ասում են։ Բայց ազատ լինի իրենց այդ փաստարկներ կփշրվեն փաստացի։ Հիմա մենք հետևանքների մասին չենք խոսելու։ Եկեղեցին ինքը միտք ունի, ընթացակարգ ունի, ընթացք ունի, ճանապարհ ունի, որոշումների կայացման գործընթաց ունի եւ այսպես է լինում։ Հիմա ոմանք կուզեն, ոմանք չեն ուզի, դա ոչ մեկի եկեղեցական արգելված պտուղը քաղցր է, հա, այս արգելված պտուղը։ Այ վայջն, արդեն արի չգնանք, դրա վրա էին մաշել։ լսեք, արի չմտնենք տենց։ Ես կներես, բայց դա մի քիչ գրեհկաբանություն եմ համարում, էլի։ Սրբազան Պետք չի դա գնանք։ Ինչու եմ ասում պետք չի, որովհետեւ Որ մենք ինչ ենք կարծում, վերջի վիճակը։ նայեք, եկեղեցին իր միտքն ունի, մտածողություն ունի, գործելակերպ ունի։ Ոչ մեկի պարտադրանքով, թելադրանքով, ցուցումով, հղումով չի անելու դա։ Սրբազան, քանի որ Ադրբեջանը սեր ցուցակում է ներառում բոլորային անձանց, որևէ կերպ առնչվել են Արցախի հետ, այնտեղ ներդրումներ են արել, այս գործընթացը հա Սամվել Կարապետյանի հետ ձեր կարծիքով որքանով է հնարավոր համարում եմ եւ չեմ բացառում, ինչպես չեմ բացառում որևէ այլևս տեսություն եւ ինչու որովհետեւ պատերազմից անմիջապես պատերազմի ակտիվ փուլից, որովհետեւ պատերազմը չի վերջացել 44 օրյա մեր հայրենական պատերազմի օրերից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարություններ անում, որ նաև այո, ձեր ասած սև ցուցակի կամ այդ հանցագործների ճակերտավոր ասած թվում է նաև Սամվել Կարապետյանը, ասելով որ զենք են ուղարկել, սա են արել, նա են արել եւ մնացած բաներ ներդրումները։ Հիմա ես շատ հանգիստ կարող եմ ենթադրելու եզրակացնել, որ նաև դա է պատճառը, որ այսօր իմիջիայլից նրանց մասին խոսում էր Ստեփանակերտի հրապարակում ասելով Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, այս մարդիկ հավատում են Հայաստանի եւ այլն, ներդրումներ են անում, ասում են հայրենիքը, ասում են փողը հայրենիք չունի, բայց մարդիկ ո՞նց են անում, մենք գաղափարական տարբերություններ ունենք եւ այլն եւ այլն եւ այլն եւ չար բախտով այսպես ասած ճակերտավոր միամիտների համար։ Ռուբեն Վարդանյանը հայտնում է Բաքվի բանտում, Սամվել Կարապետյանն հավասար այստեղ։ Եվ մնացածն էլ նույնն է։ Այսինքն երբ որ դնում ենք նժարի վրա այդ բոլորը Բաքվի բանտում ովքեր են, Հայաստանում ովքեր են դարձվում, հասկանում ես որ եզրակացնում ես կամ ենթադրում ես որ զուգահեռ գործում է։